Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, 21 TV-ի եթերում մի աշխատանք սկսում է Զինայեթ նախագիծը։ Հակոբ Բոմնյան ձեզ համար նախապատրաստել է երաժշտական բացառիկ, կարող եմ ասել նաև էքսկլյուզիվ, թողարկումն եմ շատ սպասված հյուրեր, որոնք ընդամենը 2-3 օրով են հայրենիքում, բայց շատ կարևոր գործում են եւ բնականաբար արդեն ինձ մոտ տաղավարում են։ Նրանց մասին րոպե նրանց, որովհետեւ այս պայն մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ լավ մարդկանց շրջապատում Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսահոլովակ, որից հետո վերադառնում ենք տաղավար, անցնում ենք բուն թեմային։ Եվ նախընտրել հանգիստը թևերի Գուցե քեզ հորինել է, որ ինձ խաբել Կիսված սիրո հույսերը ինձնից թաքցնել Մեր անավարդ հեքիաթը կարոտն է որդեգրել Սիրով քեզ հորինել է, սիրով էլ քեզ թողել Սիրով քեզ հորինել է, սիրով էլ քեզ թողել Մեր հուշերի այգում հուշերն ազատ են Ոչ ժամ կա, ոչ օրենք, ոչ մահարձան Միայն թե մեր այգին վաղուց դատարկ է Քանզի կիսված սիրո հուշեր չկան Մեր հուշերի այգում անթև կարոտը Անօգնական խփվում է ծառեցար Այստեղ լուսնյակ գիշերը առավոտ է Մի վերջակետ կա և երկու օտար Գուցե քեզ հորինել է, որ ինձ խաբել Իմ հետադարձ հայացքը ինձնից թաքցնել Մեր անավարդ հեքիաթը վաղուց է վերջացել Սիրով քեզ հորինել է, սիրով էլ քեզ թողել Սիրով քեզ հորինել է, սիրով էլ քեզ թողել
Դե ինչ հարգանքներս բոլոր այն մեր հեռուստադիտողներն, ովքեր անդավաճան հետևում են 21 TV-ին, առավելևս հենց այս ժամերին եւ ֆորմատը չեմ խախտում, առաջարկում եմ տեսանյութ, որը լի է հայկականով, զուլալով, մաքուրով, երաժշտականով եւ ասեմ, որ հերոսները ինձ մոտ տաղավարում են։ Ու մասն է խոսքը կիմանեք հենց հիմա։ Ապացուցե հերոս որդիներ են դեռ ծնվում հայրենի կանչով ու իրենց կյանքով մեզ կյանք տրվում կյանք նրանց խաչով սա իմ տունն է մանկությունն է իմ ուր ես քեզ հետ կիսել եմ իմ օրերը Հայաստան աշխարհ սիրտին քեզնից հեռու չի սարքի երկար սա իմ տունն է մանկությունն է իմ ուր ես քեզ հետ կիսել եմ իմ օրերը դու իմ կյանքն ես Հայաստան աշխարհ սիրտին քեզնից հեռու չի սարքի երկար Ես քո արմավին եմ իսկ դու իմ գորիսը Սերն է երգում մեր ջանն ու հաջանը Ես քո տաշիրն եմ դու իմ դիլիջանը Ես քո Գյումրին եմ դու իմ Երևանը Ես քո Արցախն եմ դու իմ Հայաստանը Ես քո Արաքսն եմ դու իմ Որոտանը Ես քո Այգեպանն եմ դու իմ Բուրաստանը Ես քո պայքարն եմ դու իմ հայրենիքը Ես քո լեռներն եմ դու իմ հարսանիքը Սերը սիրուն է դասնում ամեն օրը Ես քո Սիսյանն եմ դու իմ մեծ ամորը Չի մարելու սիրո մեջ կրակը Ես քո Սևանն եմ դու իմ ճամբարակը Սեր է տարվա ամեն մի ամիսը Ես քո
Դե ինչ ես վստահ եմ, որ պարվեստը գնահատող շատ հեռուստադիտողներ հիմա առավելևս ավելի մոտ են, ըստ ձայնը բարձրացրել են, շատերը ճանաչում են, շատերն ասում են մենք սպասում ենք այս եթերին եւ այսպես շարունակ։ Բայց մեծագույն սիրով տեղեկացնեմ, որ հյուրընկալ եմ M-Dance ստուդիոյին, որոնք ինձ մոտ հյուրընկալվել են Մոսկվայից։ Հիմնադիր գեղարվեստական ղեկավար Մարիա Մաթանեսյանը, իսկ նրան ուղեկցում են Դիանա եւ Զարա Ապրեսյանները։ Բարի օր, բարի գալուստ գեղեցկուհիներին։ Բարի երեկո։ Ոնց եք, Մարիամ ջան։ Շատ լավ, շատ ուրախ, քանի որ գտնվում ենք հայրենիքում։ Եվ ձեզ մոտ են գտնվում, դա մեծ պատիվ է մեզ համար։ Փոխադարձ շնորհակալ եմ նախ արձագանքելու համար եւ ինձ համար պատիվ է, երբ որ դրսից գալիս են, որոշում են հայրենիքում լավ գործ անեն եւ առաջինը ներկացնեն ամենաերաշտական հեռուստաընկերությունը, քիչ գովազդում մեր հեռուստաընկերությունը էլի։ Գեղեցկուհիներին դիտելով դուք արդեն հասկացաք, որ նրանք բացառապես այն որ իմ ամենասիրած զուլալ մաքուրը պահպանած հագուստներով են եւ միջև այս թեմային անցնելը, ասեմ, որ նրանք երկու քույրեր են, դուք արդեն հասկացաք։ Խումբը բավականին մեծ է, ես այնպես որ շատ հարցերի պատասխաններ հիմա կստանամ, թե ինչու են նաեւ երկուսով ինձ մոտ տաղավարում։ Մարջան, սկսենք ամենասկզբից։ Քանի տարվա պատմություն ունի ձեր խումբը։ Խումբը սկսել է գործել 2018 թվականից, երբ ես տեղափոխվեցի Մոսկվա։ Ու հասկացա, թե որքան գործ կա կատարելու, հատկապես հայ երեխաների հետ։ Բացված օրվանից խմբում ապրում են բացառապես հայ երեխաներ։ Տարիքային է։ Տարիքային սկսած 4 տարեկանից մինչև 18-19։ Լավ։ Սիրողական ունենք։ Այո, ունենք սիրողական խմբակ, բայց հիմնական նպատակը դրված է Մոսկվայում ապրող հայ երեխաների ճիշտ մշակութային եւ հայկական կրթությունը։ Շատ լավ։ Ես վստահ կարող եմ ասել կան, չէ, ծնողներ, որ դա երեխեք այնտեղ են ծնվել ու դժվար է մաքուր հայկականը պահելը թե խոսքը, թե մշակույթը։ Ձեր նման մարդկանց հարգանքն ես, որովհետեւ շատ ընկերներ ունեմ, Մարջան, որ ասում են մենք գնացել ենք գոնե մերը պահպանելու համար։ Ճիշտ է, մեր մոտ էլ կարելի է լավ պահպանել, բայց որ դրսում ավելի լավ են պահպանում, դա փաստ է։ Քանի երեխա կա մոտավորապես։ Խմբում ունենք մոտ 150-160 աշակերտ։ Տարիքային բոլոր խմբերը առանձնացված են 4 տարեկանից սկսած մինչև 16-17 տարեկան։ Ունենք 6 խումբ։ Ունենք խումբ, որտեղ ապրում են միայն այն երեխաները, ովքեր արդեն ունեն պարային որոշակի բազա, այո, նրանք առանձին են պարապում եւ մասնակցում են շրջագայությունների եւ ինչն է մեզ համար մեծ պատիվ, որ մենք ապրելով Ռուսաստանում մեր մշակույթը փորձում ենք տարածել ամբողջ աշխարհում, քանի որ երբ որ Հայաստանից խումբը մեկնում է արտերկիր եւ ներկայացնում է հայկական մշակույթը, դա մի բան է, բայց երբ որ երեխաները ծնվել եւ մեծացել են Ռուսաստանում եւ իրենց մշակույթը, այ օրինակ, այս տարի մենք եղանք Չինաստանում եւ մասնակցեցինք միջազգային փառատոնի, որտեղ դա ուղղակի տեսնել էր պետք, թե ինչ ոգևորությամբ են երեխաները իրենց հայկական մշակույթը ներկայացնում օտար երկրացիներին։ Հիանալի է, փառատոների եք վստահ մասնակցում, չէ՞ ամենաշատը։ Լավ, իսկ ես գիտեմ, որ յուրաքանչյուր ծնող, այն որ իր երեխուն բերում է բարի, առաջինը մտածում է երբ է բեմ բարձրանալու, չմտածելով ժամանակը երբ է գալիս, էլի, այդ մենք բոլորս լավ գիտենք։ Եվ ես գիտեմ, որ խմբեր, որոնց հետ շատ համագործակցում եմ, եւ երևի թե իմ կյանքի ամենամեծ թեման համերգային ծրագրերի, որ ես անձամբ վարում եմ, դա հենց մանավանդ ամառվա սեզոնալում, երբ որ խմբերը կազմակերպում են այս հաշվետու համերգները։ Դուք ել եք անում։ Ամեն տարի մենք ունենում ենք հաշվետու համերգ։ Ամռանը թե ձմռան եք անում։ Ոչ, ամռանը։ Ամռանը լավ։ Ամռանը։ Հունիսի սկզբին ունենում ենք հաշվետու համերգ, բայց պետք է ասեմ, որ շատ խստապահանջ եմ կոնկրետ հաշվետու համերգներին, քանի որ ներկայացնում ենք ամբողջ տարվա աշխատանքը։ Դե հա։ Սկսնակ երեխաները ելույթ են ունենում 1 կամ 2 համարով։ Հա։ Ամբողջ համերգը հիմնված է հիմնական խմբի վրա, քանի որ նորից ասում եմ շատ պատասխանատու պահ է հաշվետու համերգը եւ հանդիսատեսը անգամ այդ փոքրիկների ծնողները, որ նստած են դահլիճում, նրանք ուզում են տեսնել հայկական մշակույթ, ոչ թե միայն իրենց փոքրիկներին,
որ ինչ որ շարժումներ պետք է ցույց տան, այլ հայկական մշակույթ ու ամեն անգամ մեծ բավականություն են ստանում հենց հայկական պարը տեսնելով։ Չնայած նրան, որ մենք ներկայացնում ենք նաև տարբեր ազգերի պարեր, բայց միայն հայկականից հետո։ Հասկացա։ Մարիամի հետ աշխատում են պարուսույցներ, ունեք պարուսույցներ, թե միայն դու ես։ Այո, ունենք պարուսույց, մեր շատ սիրելի Անժելիկ Անդումանյան։ Մեկ պարուսույց ունենք։ Այո, մեկ պարուսույց ունենք։ Օգնում է, թե արդեն կարող ենք ասել պարուսույցը, որ բեմադրություններ է անում։ Բեմադրությունները խմբում կատարում եմ միայն ես։ Պարուսույցը մաքրում է պարային համարները։ Դժվար գործը պարուսույցն է։ Կներեք, որ տենց եմ ասում, լինելով պարող, գիտեմ, որ մաքրելը ավելի բարդ նաև երևույթ է։ Շատ լավ, խոսենք աղջիկների մասին։ Մեկը մեկից սիրուն, հուսով եմ հայ տղաները հասկանում են Ռուսաստանում ինչ հայ աղջիկներ են մեծանում։ Եվ Դիանան եւ Զարան տարիքային տարբերությունը։ Տարիքային տարբերությունը 1 տարի է։ 1 տարի։ Այո։ Շատ լավ։ Երկուսով են ինձ մոտ տաղավարում։ Ինչու։ Ինչ որ թեմա ունենք միասին։ Ուրեմն պետք է ասեմ, որ ամեն տարի փորձում ենք Հայաստանում մի տեսահոլովակ նկարել եւ ովքեր են մասնակցում այդ տեսահոլովակին, ովքեր ամբողջ տարվա ընթացքում ցուցաբերել են առաջադիմություն, այսինքն աչքի են ընկել թե իրենց կարգապահությամբ, թե պարային բարձր կատարողականությամբ եւ այնպես որ մենք շատ ենք սիրում այսպես դիսցիպլին անպահող երեխաներին։ Հիմա երկուսով են եղել։ Այո, երկուսով են եղել։ Տեսահոլովակ եք նկարել։ Տեսահոլովակ ենք նկարել, երբ Զարադյանն վաղուց չեն պարում մեզ մոտ մի տարի համարյա պարում են մեզ մոտ։ Այո, նոր են, բայց կարող եմ ասել, նրանք այն երեխաներից են, որ ինձ թվում է փոքրուց ինձ հետ են մեծացել, որովհետև համապատասխանում եմ իմ բոլոր պահանջներին։ Իրենք իրենց գործի նկատմամբ շատ պահանջկոտ, շատ մշակութային, շատ պարասեր, շատ հայասեր։ Միակ խնդիրը, որ ունենք, դա հայերեն խոսելն է, բայց դա անպայման ուղղելու ենք, քանի որ խմբում չկա այդպիսի երեխա, ով չի հասկանում ինձ հայերեն, բայց ունենք ցավոք սրտի այդպիսի երեխաներ, ովքեր ինձ պատասխանում են ռուսերենով։ Մենք դեմ չենք ոչ մի օտար լեզվին, բայց եթե ստուդիայից մտնում են ներս, ուրեմն այդտեղ միայն հայկականն է, միայն հայերենն է։ Ինչը շատ կարևոր է ու ապրեք դրա համար։ Այո։ Շատ լավ։ Դե արդեն որ ասում ղեկավարը հերվից եկավ, ասեց, որ Ակոպովնան պետքա ներողություն խնդրի հեռուստադիտողներին, մենք այս անգամ էլ ենք ներում, աղջիկները կարող են ինձ պատասխանել ռուսերեն լեզվով թեկուզ, բայց հիմա մի հարց էլ նոր նրանց հետ շփվեմ։ Տեսահոլովակի նկարման աշխատանքների մասին եմ ուզում խոսենք։ Պրեմիերան կազմակերպենք, նոր շփվեմ աղջիկների հետ, հա։ Որտեղ եք նկարել, ինչ որ հատուկ բեմադրություն է, հագուստները կապ ունեն, պատմիր ինձ։ Ուրեմն բեմադրությունը նախ սկսեմ այնտեղից, որ երբ որ իրենք եկել են մեր խումբ, այն ինչ ես ցանկացել եմ ցույց տալ, մի անգամից տեսել եմ, քանի որ բեմադրությունը ղեկավարների մոտ եւ ընդհանրապես ստեղծագործող մարդու մոտ ծնվում է, այսպես ասած, կտավից, հա, երբ որ տեսնում է եւ սկսում է աշխատել դրա վրա։ 3D-ն արդեն ունի։ Այո։ Հետո նկարել ենք դիմաց լեռում։ Ինչու է շատ հուզիչ այդ պահը, քանի որ իրենք արմատներով Իջևանից են։ Եվ կարծում եմ ոչ մի տեսախցիկ չի կարող նկարագրել, թե մենք չի կարող ցույց տալ, թե մենք ինչ ենք տեսել, որովհետև այն հաճույքը, որ իրենք ապրում են այդ նկարահանման ընթացքում, դուք գիտեք, թե ինչքան բարդ է նման բան նկարելը, այնքան հաճույքով, այնքան սիրով այդ բարձր լեռան վրա ապարում են, ես ասում եմ, միայն կենթանի աչքերը կարող են լիարժեք հասկանալ, թե դա ինչ արժեք է։ Իսկ կարողացաք գոնե, որ ասում է, առանց դժվարությունների նկարել։ Ոչ։ Մի քիչ տեղ անհարմար ունենալու եք, չէ՞։ Այո, խնդիրներ ունեցանք, հատկապես դիմաց լեռից հետ իջնելու ժամանակ։ Ինչու։ Իջնելն էր բարդ։ Շատ եք բարձրացել։ Այո, միջև վերջ բարձրացել ենք, բայց քանի որ եղանակային պայմանները մեզ թույլ չտվեցին, որ մենք նկարենք մեր ուզած տեսարանները, փորձեցինք մի փոքր ներքևում ստանալ կադրերը, բայց կարծում եմ ստացվեց այն, ինչ որ մենք ուզում էինք։
շատ աշխատանքի արդյունքում։ Հիանալի է, ձեր թույլտվության պրեմիերան կազմակերպեմ, հետո շփվեմ աղջիկների հետ, այնպես որ շատ խոսում ենք, ժամանակն է նաև վայելենք, M-Dance ստուդիոն հատուկ այն մարդկանց համար, ովքեր որ գնում են Ռուսաստան, բայց պահում են հայկականը, ձեզ համար տեսահոլովակ աղջիկների կատարմամբ վերադառնում ենք տաղավար։ Դենչ 21 TV-ի եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, գեղեցկուհիները ինձ մոտ տաղավարում են եւ Զարան, եւ Դիանան, եւ բնականաբար արդեն իրենց ղեկավարը, ես շնորհավորում եմ ձեզ հերթական անգամ լավ գործի համար։ Հույսով եմ սավանդույթ եք դարձնելու, այդ ինչքանով է լավ երևույթ, ասեմ, որովհետեւ վստահ եմ հիմա շատ երեխաներ այնքան լավը կլինեն, որ ամեն մեկը ունենա իր տեսահոլովակը։ Լավ օրենք եք մտածել, ճիշտն ասած, հիմա շփվեմ Զարայի եւ Դիանայի հետ։ Դե Դիանային մի քիչ ավելի ուշադիր նայեք, դե ավելի շատ սիրուն է, դե Դիանաներ ուրիշ են։ Չի նեղվի Զարաս, հույսով եմ։ Դուք երկար ժամանակ է որ բնակվում եք Մոսկվայում։
Ինչքան ժամանակ է։ Մենք Մոսկվայում ծնվել ենք ու մինչև հիմա դե ապրում ենք, բայց Հայաստան մենք գալիս ենք տարի երևի մի 3 անգամ։ Մաման, պապան նորմալ բերում տանում են, չէ՞ ձեզ։ Конечно։ Շատ լավն է, հայերեն արդեն սկսեց խոսել։ Եվ փաստով դուրս է գալիս, երեխեք այնտեղ ծնված մեծացած են, 1 տարվա պարող են, իսկ դուք ուրիշ խմբերում պարել եք, բազա ունեիք։ Ну, мы пришли с художественной гимнастики. Արդեն երիկա։ Դու իրանք խորեգրաֆիա գիտեն փաստորեն։ Լավ։ Да. Եվ ինչքան ժամանակ եք պարապել գեղարվեստական մարմնամարզությամբ։ Мы занимались 8 лет художественной гимнастикой. Երկու քույրիկով։ Да. Հետո ինձ ինչի որոշեցիք կիսա թողել։ Ձին ինչի։ Но мы получили кандидата мастера спорта и решили то, что нужно пробовать что-то новое, и пошли на наши национальные танцы. Ոնց որ մանկությունս լինի, եթե անկեղծ ասեմ, ես գեղարվեստական մարմնամարզությամբ եմ զբաղվել, մինչև կանդիդատ հասել եմ մաստեր սպորտա, բայց ինչի համար, որ դառնամ պարող։ Ինձ թվում է նույն թեման է։ Իսկ դու նրանց հետ կարողանում ես լավ աշխատել, որովհետև գեղարվեստական մարմնամարզությունում դաստիարակվում են կոնկրետ պարուհիներ։ Երբ որ ես լինելով պարուսուց իմանում էի, ինչ որի մոտ աշակերտ է գալու ինքը, այսպես ասած, սպորտսմենկա է, արդեն ուրախանում էի, ասում եմ քիչ բան ունեմ անելու, հա, այդ կարևոր է։ Ապրեք, ես շնորհավորում եմ ձեզ հերթական անգամ, տեսահոլովակից հասկացաք, որ պահպանողական են։ Ինձ թվում է, մի քանի տարի հետո իրանք քեզ օգնելու են պարուսուցի աշխատանք էլ կարան կատարեն, ինչ կարծիք ես։ Ճիշտն ասած, այդ հարցում դեռ վաղ է շտապելը, քանի որ կոնկրետ ես կարծում եմ, որ երեխաների հետ աշխատելու համար պետք է կրթություն։ Հա, ծրագիր նաև։ Մանկավարժի կրթություն, առաջինը, եւ դա շատ մեծ խնդիր է այսօր իրականում։ Բայց պարողները կարողանում են օգնել, չէ՞։ Բայց կարող եմ ասել, որ Ձիաննան շատ մեծ ցանկություն ունի շարունակելով պարարվեստը, հայկական պարարվեստը, եւ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի կրթությունը ստանա։ Այո, Ձիաննան տեղափոխվի Հայաստան եւ իր պարային կրթությունը արդեն պետական մակարդակով շարունակի Հայաստանը։ Ունենք երեխաներ, ովքեր դա մեծ պատիվ է ասեմ, որ ես իմ խմբում կարողացել եմ կրթել այնպիսի երեխաների, ովքեր այ օրինակ այս տարի ունենք մի աղջիկ, ով եկել է եւ ընդունվել է մանկավարժականի քոլեջը, պարարվեստի բաժնի։ Այնքան մեծ էր հայկականի նկատմամբ սեր, հայկական պարի նկատմամբ սերը, որ ծնողներին համոզելով, խնդրելով, մի խոսքով ընտանիքին տեղափոխելով եկել են Հայաստան, որպեսզի աղջիկը ստանա կրթություն։ Եվ քանի որ խոսում ենք կրթությունից, Մարիամի կրթության մասին եք ուզենայինք իմանալ։ Ես իմ անցած ուղին փորձեմ այսպես մի երկու բառով ներկայացնել, սովորել եմ Պարարվեստի պետական քոլեջը, բալետի բաժինը, մինչև 8-րդ դասարան, դրանից հետո ուսումս շարունակել եմ Երևանի պետական մանկավարժական համալսարանում, պարարվեստի բաժնում, եւ իմ կյանքի ամենակարևոր եւ մեծ իրադարձությունը եղել եմ Բերտ անսամբլի կազմում մոտ 7 տարի, որտեղ ստացել եմ, կարելի ասել, իմ հիմնական կրթությունը պարային, որի համար շատ շնորհակալ եմ իմ շատ սիրելի Կարեն Գևորգյանին։ Հարգանքներս մեր ավակ լավ ընկերոջ, դա արդեն փաստ էր։ Իսկ աղջիկները կարող է վերջում որոշեն, որ ասում են «Привет, передать» ասված Ալինի, հա, կարող եք։ Տեսախցիկը ձերն է։ Мы хотим передать привет нашим любимым родителям. Спасибо. Я хочу сказать спасибо своим родителям за то, что дают нам возможность развиваться в этой сфере, летать в разные страны, показывать наши национальные танцы. Также хочу сказать спасибо нашему любимому хореографу Енгере Анжелике за то, что так стараются, помогают нам, учат нас новому, понимают нас как наши вторые родители. Также я хочу сказать спасибо своим друзьям за поддержку, за то, что всегда помогают нам тоже, поддерживают во всех начинаниях. Ես լինելով պարուհի եւ շփվելով այն մարդկանց հետ, ովքեր պարաշխարի հետ մեծ կապ ունեն, ունեմ բավականին լուրջ, վաստակաշատ գեղարվեստական ղեկավարներ, պարողներ եւ ինձ համար պատիվ է լինում, երբ որ կանչում ասում են Զինա ջան, իմ համերգն եք վարում, հաշվետուն եք վարում կամ իմ ծնունդն է այսպես այնպես։ Ու ամեն անգամ ինձ հարցում են, Զին, բա տենց
տունը կամ բարեկամություն չունեք, որ ասենք մեր շարքերը կան ընդգրկվեն, այսինքն պարվեստի եւ ուսումնարան այսպես այնպես։ Զինա Հակոբովնան պարվեստի ուսումնարան չընդունվեց, Մարիամ ջան, որովհետեւ 3 սանտիմետր ես կարճ էի։ Հիմա իմ կարծիքով այդ օրենքները վաղուց հանվել է, իսկ մեր աղջիկը մանավանդ Զինան, հա, ոնց նայում եմ բոլոր չափանիշներն ունի եւ եթե խնդիր լինի ինձ ասեք, ես լավ ընկերներ ունեմ, ես ուզում եմ դու անպայման ընդունվես պարվեստը, եթե դու ինքդ ես уզում։ Իսկ դու ինչքանով ես պատրաստ։ Քննական օրինակ, քննությունները գիտես ոնց են տալիս։ На экзаменах танцуют танцы, показывают свои навыки, чему научились за все эти годы тренировок, занятий. После чего проходит в основной ансамбль, основной состав. Хочу учиться для того, чтобы стать как Энгель Марьям, открыть свой ансамбль, чтобы у меня тоже было много людей, которые будут хотеть у меня заниматься, чтобы я для кого-то была примером, и чтобы на меня смотрели, и у них было желание тоже танцевать армянские танцы. Հույսով եմ ծնողները լսեցին, ձեր աղջիկը պետքա վերադառնա Հայաստան եւ ընդունվի պարվեստի ուսումնարան, եթե ոչ մնացածը, որովհետեւ ես վստահ կարող եմ ասել, եւ պարվեստի ուսումնարանում, եւ Պարիպետականում, եւ Բերդում շատ ընկերներ ունեմ, որոնք ասում են, հիմա մեզ մոտ ծարավ է, որովհետեւ մեր աղջիկները առավել եւս գնում են ուրիշ երկիր։ Իսկ ծնողներին ես խնդրում եմ վերադարձնել այս երեխեքը թող սովորեն։ Հետո տարեք Մոսկվա, թող այնտեղ դաս տա, բայց փաստով дурս է գալիս, որ մեր աղջիկը պատրաստ է։ Իսկ Զարան, Զար դու ուղղակի ուզում ես սպարես, թե կարող է քո մոտ էլ տենց։ Ну, для себя хочу танцевать. Իսկ ամենասիրունը որ պարն է պարում Զարան օրինակ, հայկականը, թե նաև ուրիշ ազգերի պարերից էլ է լավ պարում։ Իհարկե հայկականը։ Հայկականը։ Այո։ Շատ լավ։ Մարջան, եւ ամփոփման համար մի հարց։ Դուք հիմա վերջացրել եք գործերը, այն որ ասում եմ լավ հանգստանում ենք, հետո գնում ենք Մոսկվա։ Ընդունելությունը ձեզ մոտ ոնց է։ Ամեն օր կարող են գան ընդունվել, թե ստաբիլ ինչ որ ամիս կա, ծրագիր կա, ոնց է լինում։ Ընդունելությունը սկսվում է օգոստոսի 15-ից սեպտեմբերի համար։ Այսինքն այն երեխաները, ովքեր որ ուզում են ընդգրկվել մեր խմբում, օգոստոսի 15-ից հետո զանգահարում են, գրանցվում են եւ արդեն ընդգրկվում են սկսնակների խմբում։ Այսինքն այն երեխաները, ովքեր նոր են սկսում իրենց առաջի քայլերն են կատարում պարավեստի աշխարհում, նրանք բնականաբար չեն կարող ապրել այն երեխաների հետ, ովքեր արդեն ունեն որոշակի բազա։ Սկսում են սովորել, եթե ունեն առաջադիմություն, եթե տեսնում ենք, որ կարող են ավելին, ընդառաջում ենք եւ միացնում ենք հիմնական խմբին այդ երեխաները։ Շատ լավ, դու ծրագրով աշխատում ես։ Այո։ Այդ ամենաշատ կարևոր երևույթն է։ Դե ես վերջում էլ ասեմ, հարգում եմ նաև այն ծնողներին, ովքեր որ գոնե փորփրում են, ուզում են հասկանան ում խումբ են տանում, որովհետև յուրաքանչյուր ղեկավար, այն որ կոչվում է հիմնադիր կամ գեղարվեստական ղեկավար, պետք է ունենա նաև անցյալ, որը իմանալուց հետո հասկանում ես, քո երեխան ինչ կարող է ժառանգություն ստանալ տվյալ պարուսույցից։ Ձեր բախտը բերել եմ, այնպես որ եւ նաև մնացած մարդկանց, ովքեր որ Մոսկվա բնակ են, ծրագիրը կիսատ եք դիտել, մի նեղվեք, վաղը կարող եք կրկնությամբ 13:05-ին մեզ գտնել եւ վայելել, որից հետո YouTube-յան ալիք, իսկ մնացած հարցերով օգոստոսի 15-ից դիմում եք եւ ձեր երեխաներին գոնե մաքուր հալալ հայկական պարը պահպանողական եք լինում մեր Մարիամի օգնությամբ։ Ես շնորհակալ եմ լավ գործի համար, շնորհակալ եմ, որ ինձ մոտ եք եւ հույսով եմ հաջորդ անգամ ինձ մոտ տաղավարում կլինեք այն թիմով, որ գոնե թեկուս մի տարբերակով կարողանա նաեւ պարել Մարջան։ Շնորհակալ եմ շատ ձեզ։ Եվ այսքանից հետո շնորհակալ եմ բոլոր այն հեռուստադիտողներին, ովքեր որ միշտ դիտում են եւ Հակոբովնից ակնկալում են հետաքրքիր թողարկումներ։ Միջև հիմա ձեզ հետ M-Dance ստուդիայի ղեկավարներ իր գեղեցկույնները եւ իհարկե ձեր Զինա Հակոբովնան, ում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ընձես։ Candela, im sera candela, candela, im sirta candela, candela, im sera candela, ampela, yerkin kasampela. Give me love when you enter the club. Everybody jump in the floor like a dog. We can jump every night, baby girl, you so what? Make
a bad man love. Get up, we can chop. I like the way you move, señorita. Come on, shake your body, mamacita. I like the way you do them things, señorita. Mami, yo te quiero. Bad man killer, me don't care. Նորից մի կաթիլ մեղրից սարքեցիր պատմություն Հանգիստ եղիր, քեզ վեճիչ շեղիր Խենթիմ սեր, տակարում Խանդելա, իմ սերը խանդելա Խանդելա, իմ սիրտը խանդելա Խանդելա, իմ սերը խանդելա Ամպելա, երկինքս ամպելա When you earn on the club, everybody scream. When you move to the booty, everybody crazy. Me never ever fall for your love, baby, down, down. Like the way your booty down low, baby, calm down. Me wanna go now, she tell me please say down. Her body in my body, she tell me please say down. She wanna make it crazy, and make me feel so baby. Dale, 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 baby.